Գործադիրը հաստատեց կուտակիչ կայանների լիցենզիա տրամադրելու նախագիծը։ Առաջարկվում է ևս մեկ տեսակ պահեստավորման լիցենզիա։ Լիցենզիա ունեցող անձին կտրվի սահմանված տարածքում էներգիա պահեստավորելու, մեծածախ շուկայում էլեկտրաէներգիա գնելու, վաճառելու, շուկայի մասնակիցներին ծառայություն մատուցելու իրավունք։ Լիցենզավորման ենթակա չլինի մինչև 1 մեգավատ հզորությամբ պահեստավորող կայանում էներգիայի պահեստավորումը, ինչպես նաև 1 մեգավատից ավել հզորությամբ կայանում բացառապես սեփական կարիքների համար էլեկտրաէներգիա պահեստավորելու գործունեությունը։ Նախագիծը կուտակիչ կայաններ ստեղծելու մասին է նկատեց վարչապետը։ Ժամանակներն ըստ Նիկոլ Փաշինյանի պատմական են նաև էներգետիկայի առումով։ Ընդունված կարծիքը, թե Հայաստանը էներգառեսուրսներ չունի, պարզվում է այդպես չէ։ Երկրի աշխարհագրական դիրքը չի փոխվել, բայց ոլորտում իրավիճակը փոխվել է։ Պարզվել է, որ մենք հիմա էներգառեսուրսներով շատ հարուստ երկիր ենք, եւ այդ էներգառեսուրսը առանց մեր կառավարման ամեն օր առավոտ հայտնվում է մեր գլխավերևում, իրիկունը գնում է, առավոտ գալիս է, իրիկունը գնում է եւ դա արևն է։ Եվ մենք ունենք այնքան ռեսուրս, որ Հայաստանի Հանրապետությունը առանց չափազանցության կարող է լինել էներգետիկ առումով ինքնաբավ երկիր։ Ինչա սա նշանակում։ Մենք կարող ենք ստեղծել իրավիճակ, երբ որ մենք ընդհանրապես էլեկտրաէներգիա ներմուծելու անհրաժեշտություն չունենանք։ Բայց ինչա պետք սրա համար։ Սրա համար առաջին հերթին պետքա մտածողության փոփոխություն, էներգետիկ մտածողության փոփոխություն։ Վարչապետը հիշեցրեց կառավարությունում նախորդող քննարկումները էլեկտրաէներգիայի մասին գրատախտակին բարդ բանաձև էր, նաև արձագանքը դա հնարավոր չէ։ Բայց լավ է, որ մենք քաղաքական կամք ենք ցուցաբերել, որովհետև մենք այդ բանաձևերից բան չենք հասկանում։ Մենք այս բանաձևերի շուրջ քննարկումների ընթացքում Հայաստանի Հանրապետությունում երկու մեծամորի ատոմակայան ենք ստեղծել։ Հիմա մեզ պետք է կենտրոնանալ կուտակման վրա, որպեսզի մենք, երբ որ արևը եկավ, իր էներգիան վերցնենք եւ մեր էներգետիկ կարիքները բավարարենք այնքան ժամանակ, մինչև արևը կպտտվի, նորից հետ կգա։ Վարչապետը նաև կարևորեց ոլորտի մասնագետների վերապատրաստման անհրաժեշտությունը։ Այսօրվա էներգետիկան տարիներ անց ամբողջությամբ փոխվելու է, հետևաբար պետք է ներդրվեն այդ փոփոխությունների տրամաբանության մեջ։ Նիկոլ Փաշինյանի խոսքով պետք է աշխատել նաև կանաչ ջրածնի արտադրության շուրջ։ Էներգետիկան հիմա ամեն ինչի հիմքն է, քաղաքակրթական ցուցիչը։ Ինչքան է երկիրը արտադրում էլեկտրական էներգիա եւ ինչքան է սպառում, դա քաղաքակրթության ցուցիչ է, դա հնայի նման նույնիսկ դա հնայում էլ արտադրվում, բայց ինչքան դու սպառում ես էլեկտրական էներգիա, նշանակում է կյանքի որակը քո մոտ ավելի լավն է, քո զարգացության մակարդակը ավելի բարձր է։ Նախարար Խուդատյանը նշեց, հաշվի առնելով, որ 2026-ին շահագործման ժամկետի երկարացման ծրագրով պայմանավորված մեծամորի ատոմակայանը Երևանից 5 ամիս հանվել է շահագործումից, ըստ ամենայնի 2026-ին արևային կայանները արտադրած կլինեն այնքան էլեկտրաէներգիա, որքան արտադրած կլինի մեծամորի ատոմակայանը։ Հաջորդ նախագիծը վերաբերում է հետադարձ հիպոթեքի եւ ամուսնու բացառիկ սեփականության ինստիտուտների ներդրմանը։ Կարգավորումները կգործեն թոշակառուների համար։ Սեփականատերերը թոշակի անցնելուց հետո ունենալու են հնարավորություն այս օրենսդրական փաթեթի ընդունման պարագայում բանակցելով բանկի հետ, որի բանակցության վերաբերյալ պայմանները հստակ արձանագրված են օրենսդրական կարգավորումներում, հետադարձ այդ նույն տունը հանձնել բանկին հետադարձ հիպոթեկով, պահպանելով դրա նկատմամբ սեփականության իրավունքը, պահպանելով այդտեղ բնակվելու իրավունքը եւ թոշակառի տարիքում ստիպված չլինեն վաճառել իրենց սեփական գույքերը, տեղափոխվել։ Եկամուտը հավելյալ միջոց կլինի, որպեսզի անշարժ գույքի սեփականատերերը կարողանան ավելի բարեկեցիկ ապրել, նշեց Թովմասյանը։ Թույլ ենք տալիս, որպեսզի քաղաքացիները իրենց ընտրությամբ, ամուսինները իրենց ընտրությամբ ընտրեն իրավունքի այս տեսակը, որը թույլ կտա որևէ ամուսնու մահից հետո սեփականության իրավունքը մեկանձնյա պահով պահպանել կենթանի մնացած ամուսնու համար եւ հետագայում արդեն երկրորդ ամուսնու մահից հետո նոր այս գույքը կտրվի ժառանգության։ Սա թույլ կտա ապահովել կենթանի մնացած ամուսնու կյանքը, ապահովությունը, անվտանգությունը, կեցությունը եւ հետագայում միայն կլուծվի արդեն ժառանգության խնդիրները։ 2027-ից առողջության ապահովագրության համակարգի շահառու կդառնան նաև էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրումներ իրականացնող անձինք, տաքսովարորդները։ Նաև առաջարկվում է, որ արդեն իսկ ապահովագրված անձինք իրենց փոխկապակցված անձանց ևս կարողանան ներառել համակարգ։ Առաջարկում ենք, որպիսի անհատ ձեռնարկատարերի համար առողջության համընդհանուր ապահովագրության ապահովագրավճար վճարելու ժամկետը ապրիլի 20-ից տեղափոխենք հուլիսի 20-ը եւ եւս որոշակի ժամանակ ընձեռենք մեր սիրելի քաղաքացիներին։ Մեկ էլ լսում ես, որ բողոքում են տաքսովարորդները։ Ինչի՞ց են բողոքում տաքսովարորդները։ Ասում են մեզ է ներգրավեք առողջության ապահովագրության համակարգ։ Սրանից ավելի լավ գնահատական
Կարծում եմ գոյություն չունի։ Մենք չենք ունեցել որևէ բարեփոխում, որ այսքան արագ եւ այսքան ծավալով ինքը ունենա արձագանք։ Ինչով է պայմանավորված մարդկանց այսպիսի արձագանքը, որովհետեւ մենք ստացել ենք մի վիճակ, երբ որ առողջական պրոբլեմ ունեցող մարդու մահճակալի կողքը հարազատի կարգավիճակով նստած է իր պետությունը։ 2,270,479 այց է եղել, հիվանդանոցային այցելի թիվը 105,670 է, 65+ թոշակառուների թիվը, ովքեր օգտվել են ապահովագրությունից 221,361 է, և միայն այս դեպքում պետական բյուջեն ծախսել է 28 միլիարդ 438 միլիոն դրամ, հունվարի 1-ից մարտի 31-ը 361 թոշակառու օգտվել է ավելի քան 4 միլիոն դրամ արժեքով բուժծառայություններից, թվեր նշեց վարչապետ Փաշինյանը։ 892 65+ տարիքի թոշակառու օգտվել է 2 միլիոնի 4 միլիոն դրամ արժողության առողջապահական ծառայություններից, 140,000 106 քաղաքացի օգտվել է մինչև 50,000 դրամ առողջապահական ծառայություններից։ Մեր շփումները ցույց են տալիս, որ մինչև 50,000 դրամ ծառայության օգտվողների մեծ մասը այդ դեղերից օգտվողներն են, ընդ որում մարդիկ հենց մեզ համար այսպիսի հաշվարկ են անում, օրինակ ասում են, որ մենք նախկինում ամիսը օրինակ 30,000 դրամ ամեն ամիս ծախսում էինք դեղեր ձեռք բերելու համար։ Հիմա չենք ծախսում, ստանում ենք այստեղից, պլյուս ապրիլի 1-ից բան Թորոսյան ստացան մարդիկ թոշակները։ Երեք փոխանցվել է պարոն վարչապետ վերահաշվարկված չափերով, մեր բոլոր քաղաքացիները ստացել են իրենց կենսաթոշակները, բոլորը ստացել են անկանխիկ եղանակով։ Մնացել է 574 քաղաքացի, որոնց հետ դեռևս չի հաջողվել կապ հաստատել։ Նրանք ըստ նախարարի հնարավոր է երկրից են բացակայում կամ փոխել են բնակավայրը։ 945 քարտ էլ այս օրերին առաքվում է։ Բյուջեի եկամուտների կատարման մասին նշեց ՊԵԿ ղեկավարը։ Եռամսյակում պահպանվել են բարձր աճերը։ Նախորդ տարվա համեմատ աճը 14% է։ Եթե համեմատում ենք երկու ծրագրերի հետ, բյուջեի սկզբնական ծրագրի համեմատ 33 միլիարդով ավել մուտքեր ունենք, իսկ ճշտված ծրագրի համեմատ մոտ 30 միլիարդով։ 30 միլիարդ դրամից 20 միլիարդ դրամը ուղղվում է թոշակառուների թոշակը բարձրացնելուն։ Տեսնում եմ ներքաղաքական կյանքում հարկերի դեմոնիզացիայի թեմա, եւ ես ուզում եմ ընդգծել, այն ինչ որ խոսեցինք, դեմոնիզացնել հարկերը նշանակում է հարվածել պետական եկամուտներին, նշանակում է հարվածել պետության, նշանակում է հարվածել առողջության ապահովագրության համակարգին, նշանակում է հարվածել թոշակների բարձրացման համակարգին, նշանակում է հարվածել դպրոցների կառուցման, մանկապարտեզների կառուցման համակարգին, դեմոնիզացնել հարկեր նշանակում է հարվածել զինված ուժերի եւ բանակի բարեփոխման, մեր երկրի պաշտպանունակությանը հարվածել։ Հետվճարից օգտվողների թիվը մեկ ամսում ավելացել է 32,000-ով, արդեն ընդհանուր օգտվում է 447,000 քաղաքացի, հետվճարի միջին չափը 7,400 դրամ է։ Ավելի քան 4 միլիարդ դրամ հատկացվեց մարզերում 37 մանկապարտեզի հիմնանորոգման, 5 դպրոցի նախակրթարաններում աշխատանքների, 74 դպրոցի, 2 մանկապարտեզի տեղզննության համար։ Գումար է հատկացվում նաև Հրազդան մարզադաշտի ատլետիկական ենթակառուցվածքի կառուցման ուսումնասիրության համար։ Մայա Խաչատրյան, լուրեր։